Կարծում ենք, որ արդարությունը կգտնվի ու րոպեար շուտ կբացվի զավոդը։ Սենց թե չանելանելի վիճակում ենք բոլորս հայտնվել։ Ես այսօր արդեն ամսի քանիսն է 17-ն է կոմունալների ժամանակը կա, որտեղ կոմունալ ենք ասում։ Վարկերը միանից, վարձերը միանից, ես մեկը հաշմանդամ մայր ունեմ ու մնացածներն էլ ամեն մեկը իր հոգսուն ցավը ունի։ Այսօր արդեն մենք վաղուց պետք է մեր աշխատավարձերը ստանայինք, մեր հարցերը կարգավորենք, բայց մինչև հիմա կոտրած տասրակի առաջ ենք։ Ոչ մեկ չկա, որ մեր հարցերին պատասխանի, մեր լուծում տա էլ էս հարցի շուրջ։ Իմանանք փակվում է, արդեն ուրիշ բաներ անենք, ուրիշ տեղ գործ մանգանք։ Չի փակվում, ուրեմն թող նա տորը ասեն, խոսքի հետ օրով իմանանք, որ այդ օրով գոնե բացում է, մենք էլ, չգիտեմ, կարողանանք արդեն մեր հարցերը կարգավորենք։ Հիմա աշխատավարձը մենք մեր ուրից ուզենք, մեր ղեկավարությանը ասում ենք, մեր ղեկավարն էլ անորոշ վիճակի մեջ է, չգիտի մեզ ինչ պատասխանի, որովհետև այդ մարդն էլ չգիտի ինքը ինչ անի։ Սենց անելանելի վիճակ է, չգիտենք։ Աստված ջան, եթե փակվի, ոնց դուք ասեցիք, պատրաստում եք այլ գործ գտնենք, թե այդպես որպեսզի ձեր աշխատավայրում ներկայացնել էլ որ պայքարում Դե էլ որ պայքարում ենք, որ գոնե արդարություն լինի, որովհետև մի 6 տարի ես եմ ստե աշխատում, լիքը մարդիկ արդեն 20 տարուց ավելի ստե աշխատում են ու բոլորի համար է ոչ միայն աշխատանքը, ամեն սրտացավանք է, այդքան ստե համագ ունեն, այդքան ստե ստեղծած ունեն, այդքան տանջվել են մի բան ստեղծել են, էլի, այդ մի օրում չի կարա էլի գնակորի։ Այ Հիսուս Քրիստոսի հարցանա պետք է կառուցեն, մարդը բարեգործություն է անում, դա փորձում է անի, բայց դա էլ մեզնից կախված է, որտեղ մեր գործանից այդ քարերը գնում։ Բայց այն որ խոսքի կարար մեր երկիրը ծաղկի թե զբոսաշրջության թե туриզմի առումով, դա էլ է կանգնած։ Բոլորը այսինքն ցեպոշկով ոնց որ հերթականությամբ գնում է։ Արդեն քանի օր եք գնում գալիս եք այս։ Արդեն 10 օրից ավել է գնում գալիս ենք ու չգիտենք հələ ինչքան կգնանք ու արդեն չգիտենք, էլ չեն կարող ապրենք։ Այսքան ժողովուրդը միշտ լցված է, չգիտեմ որ արդեն չգիտի ինչ անեն։ Հիպոթեկով տուն են վերցնում, մեկը նորացին երեխա ունի, մեկը չգիտեմ 1000-ի հարց ունի, վարկ ունի, պարտք ունի, վարձով եմ ննում։ Որ վարձակալին է ասես, չգիտեմ, թազատեղ գործ կճարեմ, մի ամսից, 2 ամսից նոր կարողանամ վարձը տամ, ասի հա հարց չկա։ Բոլորն այդ նույն բանին կհանեն մարդկանց տնից, այդ մարդիկ բա ինչ անեն։ Անելանելի վիճակ է, հարցին լուծում է, չէ՞ պետք տալ։ Կխնդրենք ղեկավարությանը երկրի այս հարցին լուծում տա, մենք ոչ մի բան չենք հակականացնում, ուզում ենք ամեն ինչ օրինական ճանապարհով լինի։ Ոչ ուզում ենք անօրինություններ անենք, ոչ էլ ինչ որ չգիտեմ բունտեր ենք անում կամ չգիտեմ ճանապարհներ ենք փակում կամ ինչ որ բան։ Խաղ ճանապարհով փորձում ենք այս ամեն ինչին գոնե լուծում տանք, էլի, չգիտեմ ոնց կլինի։ Գոնե օրինակ չեն արձագանքել։ Թե որտեղ ուրեմն արդարություն չկա, որ չեն արձագանքել։ Այսքան մարդը ստե գալիս են ամեն օր այն հույսով որ կարող է իրանց աշխատատեղը բացվի, ու լավ մինչև հիմա չի բացվել։ Չգիտենք ինչ անենք, իրոք չգիտենք ինչ անենք։ Այսօր արդեն ամսի 17-ն է, այս ամսի 20-ին ավտոմատ կերպով հոսանքները անջատվում է։ Լմնացած բաները չեմ ասում, այն վարկեր, մարկերը։ Այդ մարդիկ էլ հետո ընկնելու են Հարկադիր Էշյանինյան, էլի պետությունը պահանջելու է, որ այդ Հարկադիրը փակվի, ոնց են փակելու։ Սա չի լինի, էլի այս հարցին պետքա լուծում տվեցվի։ Ոչ տունտունի կա, ոչ էլ բոլորն էստե հասուն մարդիկ են, ընտանիքներ ունեն, երեխեք ունեն։ Այ ոնց էս հարցին լուծում տանք։ Այ դուք ասացիք, որ արդեն այդպիսի օրինակներ կան, որ զանգել են ասում, թե վարձի չկա։ Ճիշտ եմ ասում։ Վարձով ավրող մարդիկ են կեսի շատը, զանգել են ասում են եթե վարձը չփոխանցի, կարող է արդեն տունը ազատել, ես ուրիշ մարդ բերեմ արդեն նստի։ Եմ մարդուն ինչքան բացատրես, 11-րդ օրնա գնեմ գարցեք, ու փագած է զավոդը։ Ինքը չի տեղավորվում, ասում են ինձ էդի կապ չունի, ասում ձեր հիմնարկը խոսքի փագած է, ես էլ այդ գումարը ծախսում եմ ուրիշ բանի վրա, պետք է վարձը տա, եթե չես տալի տունը ազատի։ Դե ինչքան դες խոսքի ասես։ 15 տարից դե աշխատում եմ, ասես բան չի ելը խոսքի։ Գալիս է ինչ օրը որ արդեն հիմնարկը փակում եմ, ոչ մի բան չենք ուզում։ Դու հիմնարկը բացը, մենք էլ գանք մաքուր ակուրատնի աշխատենք, մեր գումարը ստանանք, մարդկանց հարցերին կարողանանք լուծենք։